Այս բանաձևը հստակորեն կարող է հիմնավորել, որ տվյալ անձը քաղաքական բանտարկյալ է։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատի ունի քաղաքական բանտարկյալի սահմանմանը վերաբերող ԵԽԽՎ բանաձևը։ Տվյալ անձն էլ Միքայել arczepiskopos Աճապահյանն է, որը անցած ուրբաթ 2 տարվա ազատազրկման դատապարտվեց իշխանության զավթման կոչի մեղադրանքով։ Հովհաննիսյանը թերևս եզակի հայ իրավապաշտպաններից է, որ քաղբանտարկյալ բառն օգտագործեց այս դեպքում, մանրամասն թվարկելով, թե միջազգային ատյանի բանաձևը ինչ է սահմանել։ Ըստ իրավապաշտպանի անձը համարվում է քաղբանտարկյալ, եթե նաև նույն հոդվածով այլ գործերով ավելի մեղմ պատիժ է կիրառվել։ Շիրակի թեմի առաջնորդին մեղսագրված հոդվածը նաև տուգանք կամ հանրային աշխատանք է նախատեսում։ Այսինքն ազատազրկման պատժաչափ որևէ կերպ չի նշանակվել Հայաստանում, ուստի մենք կարող ենք ակնհայտորեն տեսնել այս բանաձևի շրջանակներում, որ անձը դատապարտվել է այլոց համեմատ ավելի խիստ պատժով, միևնույն ժամանակ պայմաններով եւ խտրականորեն։ Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից։ Դատավարության ողջ ընթացքում Շիրակի թեմի առաջնորդը այս հայտարարությունն է արել։ Փաստաբանական թիմն էլ ապացույցներով փորձում էր հիմնավորել։ Մեղադրանքի հիմքում Աճապահյանի մոտ 2 տարվա վաղեմության հարցազրույց էր, որտեղ Շիրակի թեմի առաջնորդը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ 1 տարի առաջ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանն էր իրավապահների ուշադրությունը հրավիրել այդ հայտարարության վրա։ Գլխավոր դատախազությունը, սակայն, սրբազանի խոսքերում այդ ժամանակ հանցագազմ չէր տեսել եւ գործ չէր հարուցել։ Իրավապահները ասում են, թե այդ միտքը կրկնել է հաջորդիվ մի քանի անգամ։ Իդեպ դատավճռից անմիջապես հետո հենց ինքը Իոնիսյանը Facebook-ում գրել էր, թե Աճապահյանի պատժի չափը ձևը adekvat չէ, ընդունելով, որ այն ակնհայտորեն քաղաքական մոտիվացիայով տրված անհամաչափ խիստ պատիժ է։ Իրավապաշտպան Հովհաննիսյանի համար սակայն ակնհայտ է, որ օրենքը օգտագործվում է այնպես, ինչպես հարմար է, ավելին հստակ մեսիջ է մյուսներին։ Որ օրենքը օգտագործվում է ըստ պատեհության, ըստ ժամանակահատվածի, ըստ միգուցե նաև գործունեության ակտիվացման կամ պասիվացման։ Միևնույն ժամանակ այս դատավճիռը նաև որոշակիորեն մեսիջ է հանրությանը, որ այն անձինք, ովքեր կփորձեն միգուցե ավելի ակտիվ գործունեություն իրականացնեն, կհիշվեն նրանց բոլոր այն արտահայտությունները, որոնք վաղօրոք արվել են։ Շիրակի թեմի առաջնորդը ձերբակալվեց իշխանություն եկեղեցի հակասությունների ֆոնին, երբ վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումներով սկսեց պահանջել կաթողիկոսի եւ այլ բարձրաստիճան հոգեվորականների հրաժարականը։ 62-ամյա հոգեվորականը դատավարության ընթացքում ընդգծում էր, որ իշխանության փոփոխության մասին 2020 թվականից է խոսում, բայց հանցակազմ կտան միայն 5 տարի անց։ Անպատասխան մնաց Շիրակի թեմի առաջնորդի հարցը դատարանին, իսկ ինչ հետևանքներ հաջորդեցին իր այդ խոսքին։ 3 միլիոն վարչապետներից որևիցե մի վարչապետ գնացել վարչապետի աթոռը քաշել է տակից, ասելով այս սրբազանը որ ասել է, այդ պատճառով աթոռը դուրս կգնեն։ Եվ այս դեպքում մենք ոչ տեսնում ենք այդ գործողությունը նախապատրաստող շրջան, ոչ էլ տեսնում ենք այդ արտահայտության հետևանքներ, երբ որևէ խումբ կամ անձ ոգևորված այդ արտահայտությամբ փորձել է իրագործել որևէ անօրինական գործողություն։ Բռնության, ատելության կոչերով է այսօր ողողված ողջ քաղաքական դաշտը, ու իրավապաշտպան Հովհաննիսյանի պնդմամբ յուրայիններին խնայելով, ընդդիմախոսներին պատժելով իշխանությունը վտանգավոր իրավիճակ է ստեղծում։ Եթե ազգային ժողովում շատ հանգից գլուխդ կջարդեմ, կփռեմ, այս կանեմ, այն կանեմ, արտահայտությունները մնում են նույնիսկ անհետևանք էթիկայի հանձնաժողովի քննության առարկա չեն դառնում, այս դեպքում նմանատիպ խիստ դատավճիռը մենք դարձյալ կարող ենք դիտարկել մարդու իրավունքների խախտման եւ քաղաքական դրդապատճառներով, ընդ որում նաեւ խղճի եւ կրոնի ազատության շրջանակներում։ 2 ամիս էլ չտվեց Շիրակի թեմի առաջնորդի դատավարությունը, այդ դեպքում, երբ բազմաթիվ այլ գործերով քննությունները տարիներ են տևում։ Փաստաբանական թիմը ամբողջ ընթացքում պնդում էր, գործընթացը ծայրից ծայր խախտումներով է անցել, արդարություն փնտրելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։